Exit poll արդյունքները ցույց են տալիս, որ մեր այն կանխատեսումները, որ գործող նախագահը միակ ֆավորիտն է առաջին տեղի, իրականացավ եւ նա նույն exit poll-ի արդյունքներով մեր եթե երկու անգամ ավելի շատ ձայն է հավաքում, քան երկրորդ տեղը զբաղեցրած տեխնացին։ Կարևորը ամբողջական հայաստանյան պատկերն է, ես կարծում եմ, որ հայաստանյան պատկերը եւ արդյունքները շատ չեն տարբերվի exit poll-ի արդյունքներից։ Այն բոլոր հայտարարությունները, որոնք իրենց մեջ պարունակում են փաստեր, բնականաբար դրանք պետք է ընթացտրվեն եւ հստակությունից պատժվեն բոլոր նրանք, ովքեր իրականացնեն ընտրախախտում։ Այլ բոլոր հաղորդումները, հայտարարությունները, որոնք ավելի շատ բամբասանք են իջեցնում, որովհետեւ զերծ էին փաստարկների, զերծ էին փաստերից, ես որակում եմ որպես անհետեր բամբասանք։ Օրինակ մենք տեսանք, որ նույն անուն չեմ ցույցում, դիմադիր տեխնացիներից մեկի ներկայացուցիչները ասում են, որ ընտրախախտումներ կան, այնուհետև նույն այդ տեխնացիի վստահված անձը, որը գործում է նույն այդ ընտրատարածքում, ասում է, որ նման բան չի եղել։ Պետք է ասեմ, ընտրական գործընթացը եւ կամպանիան բավականին կոռեկտ էր եւ մրցակցային եւ ժողովրդավարական։ Իսկ այսօր արդեն քրեատիվության ողջ ընթացքը եկավ ապացուցել, որ մեր մոտ այլևս փաստ է ժողովրդավարական լուծումների անցկացումը։